Վանաձորը կարող է դառնալ Հայաստանի տարածքով ամենամեծ քաղաքը։ Կառավարությունը նախատեսում է Վանաձորին միացնել 18 գյուղ միավորող Փամբակ խոշորացված համայնքը։ Լավ է դա, թե վատ, փամբակցիները տարակարծիք են։ Նույն բանը կլինի։ Հեշտանալու դժվարություն չի լինի, կամ հեշտանալու նույնը կմնա։ Մենակ անունը կփոխվի։ Որ լավնա թողենը լի։ Եմ մեր կողմին է տողանայեմ այդ սավոտտանեմ, ով դի մեր կողմինն այլ, կողմին կամ դեմեն, դա ինչն է փոխ։ Խոշորացում աղջան։ Դե Վանաձորին եք միանալու դուք, Փամբակը։ Եվ ինչու համար չգիտեմ։ Խոշորացված Փամբակի բնակիչների մեծ մասը չի էլ լսել կառավարության մտադրության մասին։ Եթե համայնքը մինչդեռ նախորդ շաբաթ Լոռիի մարզպետարանում խոշորացման թեմայով հանրային լսումներ կազմակերպած տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարարը վստահեցնում էր, քաղաքացիներն են վարչատարածքային փոփոխություններ պահանջում իրենցից։ Դա քաղաքացիների կողմից բարձրացված հարց է, որի պատասխան մենք ասացինք, որ սա մեր բարեփոխումների ուղղությունն է։ Հուսով եմ, որ այս երկրորդ խոշորացումը չի վնասի մեր այս առաջ խոշորացման ձեռքբերումներին։ Փամբակի աշխատակազմի քարտուղարը վստահեցնում է, Փամբակի փոքր բնակավայրերը զգում են 5 տարի առաջ տեղի ունեցած խոշորացման արդյունքը։ Հույս ունի, որ Վանաձորին միանալուց հետո նոր ձևավորվող համայնքի ղեկավարությունը հավասար ուշադրություն կդարձնի Վանաձորին ու գյուղական բնակավայրերին։ Համոզված է, ապակենտրոնացման համար խոշորացումը լավ լուծում է։ Լիազորությունների ապակենտրոնացման համատեքստում համայնքների խոշորացումը արդիական է եւ իրատեսական է, որովհետեւ համայնքներին այնպիսի լիազորություններ է շնորհվում հիմա, որ բնականաբար խոշորացված համայնքով, մեծ համայնքով այդ լիազորությանը դիմակայելը ավելի հեշտ կլինի։ Փամբակի շղթան որպես այդպիսի կառուցումը ինքը չուներ ոչ մի տրամաբանություն։ Տիմ փորձագետ Գևորգ Քոթանջյանը չի հիշում մի օրինակ, երբ համայնքների խոշորացումը լուծել է ապակենտրոնացման խնդիրը։ Նրա համոզմամբ իշխանությունը որևէ ռազմավարություն չի դնում համայնքների միավորման հիմքում։ Ըստ նրա Փամբակի առաջին խոշորացումն էլ անտրամաբանական էր։ Փամբակ համայնքի առնվազն 7 բնակավայր էր, իրանց կենսական կապը ապահովում էր Վանաձորով։ Այսինքն իրանք ընդհանուր ոչ մի բան չունեին Փամբակի հետ։ Եվ թերևս այդ խնդիրը գալիս է 21 թվականից, երբ որ այս վարչական միավորը ստեղծեցին, որտեղ նման միավորում ստեղծելու ուղղակի տրամաբանություն չկար եւ բոլորի համար հենց այդ պահից ակնհայտ էր, որ վաղ թե ուշ այդ համայնքը լուծարելու։ Փամբակը Վանաձորին միավորելու կառավարության որոշման հիմնավորումն էլ լղոզված է ըստ Քոթանջյանի։ Կարդանք մի անիմաստ տեքստ, որում հասկանում ենք միայն հետեւյալը, որ փաստաթղթաշրջանառությունն է կարգավորվելու, որը այս պարագայում իհարկե խայտառակություն։ Տիմ փորձագետի համոզմամբ խայտառակ որոշմամբ քաղաքական խնդիր է լուծում իշխանությունը։ Ինձ ենթադրում է մի պարզ բան՝ քաղաքական լուծում։ Ուրիշ ոչ մի բան։ 5 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո Վանաձորը այդպես էլ ընտրովի համայնքապետ չունեցավ։ Ամենաշատ քվե ստացած ընդդիմադիր Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, ավականին օրենքով սահմանված կարգով չգործեց։ Չնայած դատարանը ճանաչել է ավականի լիազորությունները, բայց դեռ սահմանափակումներ կան ավականու համար։ ԴՀԿ-ն հրաժարվում է կարճել վարույթը։ Պետք է հարկադիր ծառայությունը վարույթը կարճի, իսկ հարկադիր ծառայությունը չի կարճի վարույթը եւ բնականաբար այդ նիստը չի գումարվի։ Նույն ճակատագիրը սպառնում է Գյումրիին, տևական ժամանակ է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված է։ Նա իր նկատմամբ քրեական գործը քաղաքական պատվեր է անվանում։ ՔՊԱ-կան խմբակցությունը հաճախ բոյկոտում է նիստերը, դրանք չեն կայանում քվորում չլինելու հետևանքով։ Այս դեպքում լուծվում է քաղաքական խնդիրը կառավարման տեսանկյունից, որտեղ թե Գյումրիում, թե Վանաձորում, թե այլ համայնքներում մենք ունենք քաղաքական խնդիր։ Այսինքն այդ քաղաքական խնդիրը իրականում մերը չի, դա իշխանության քաղաքական խնդիրն է, բայց հա, այդ խնդիրը կա։ Եվ այս խնդիրը խորը առումով չես կարող ուղղակի դնես ինչ-որ բարեփոխումով լուծես։ Այդպես եղավ Վաղարշապատում։ Ընտրություններից առաջ Վաղարշապատին միացրեցին մեկ անգամ խոշորացված Խոյ համայնքը, որը ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ծննդավայրն է։ Խոշորացված Խոյ համայնքի ձայների հաշվին ՔՊ-ն Վաղարշապատում հաղթանակ տարավ։ Արդյոք Փամբակը Վանաձորին միացնելով էլ այդ հարցը չի լուծում ՔՊ-ն։
Դեռ մեկ ամիս առաջ հրապարակ օրաթերթին տեղեկություն էր հասել, որ Լոռիի մարզպետ ՔՊԱ-կան Արեն Մկրտչյանն է ՔՊ-ի Վանաձորի քաղաքապետի թեկնածու, որը Ալավերդիի տան հաշվառումից դուրս է եկել եւ գրանցվել է Վանաձորում, հորեղբոր որդու տանը, որ օրենքով պահանջվող 6 ամսվա բնակության ցենզին համապատասխանի։ Անետ Կարպետյան, Հայկ Վարդանյան, Հայլուր։